Կառավարության ընդունած որոշմամբ Գյումրիում բնակվող փոխհատուցում չստացած ընտանիքները պետական աջակցություն կստանան ֆինանսական օգնության կամ բնակարանների հատկացման տեսքով։ Դեռևս հստակ չէ, սակայն, թե մինչև 2031 թվականը կգործեն արդյոք տնակներում բնակվող ընտանիքների համար սահմանվող այս պայմանները։ Ըստ նախատեսվածի, խարխուլ կիսավեր տնակների ապամոնտաժման գործընթացը արդեն պետք է ավարտված լիներ։ Մինչդեռ իրավասուները խնդրին վերջնական լուծում տալու նպատակով շարունակում են ինչպես փոխհատուցման տրամադրման, այնպես էլ ապամոնտաժման իրականացման մեխանիզմներին վերաբերող քննարկումները։ Պաշտոնական տվյալներով անցած տարի 30, այս տարի 23 տնակ է ապամոնտաժվել։ Ու եթե մոտ 2400 տնակների ապամոնտաժումը այս տեմպերով շարունակվի, ապա դրա համար շուրջ 80 տարի կպահանջվի։ Փորձագետները շեշտում են, ծրագրի առաջնահերթությունը ոչ թե համայնքային հողերի տնակներից ազատումը, այլ աղետից տուժած եւ արդեն 37 տարի տնակներում ապրող մարդկանց բնակարաններով ապահովումը պետք է լինի։ Նրանք իրատեսական չեն համարում նաև խնդրի վերջնական լուծման հիշատակվող վերջնաժամկետը։ Առաջարկում են մինչև 2027-ը ապամոնտաժել համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին վերաբնակեցնել։ Հետևյալն է, մինչև 27 թվականը, որը ես իրացել եմ ասել, չիրականացվող բան է։ Կարող է իրականացնել, բան չունեմ ասել, ոստիկանությունով, բանակով, չգիտեմ ինչով, մոտ 2000 ընտանիքի փողոց լցնես, բայց արդյունք ինչ կտա մեզ, ոնց ընտանիքներ, տարեցներ, մանկասակ երեխաներով տնագից հանես տնագը քանդես, մասնաց փողոց լցնես։ Վիճակագրական կոմիտեի ուսումնասիրության համաձայն, եթե 2019-ին Շիրակում ծայրահեղ աղքատ է եղել մարզի բնակչության 1,7%, ապա 2020-ին այդ ցուցանիշը հասել է 2,2%-ի։ Բարձր է նաև աղքատության ցուցանիշը գրեթե 43%։ Պետությունը մոտ 400 ընտանիքի բնակարանով ապահովելու պարտավորություն ունի։ Գյումրեցի կինն էլ, ով ժամը լրատվականի հետ զրույցում ցանկացավ անանուն մնալ, ասում է 30 տարի է տնակում են ապրում, լսել են կառավարության որոշման մասին, բայց թե ուր պետք է գնան, ինչ անեն, գաղափար անգամ չունեն։ Լսել եմ այդ որոշման մասին, բայց այս պետության հետ, այս ղեկավարության հետ հույս կապելը անհնար է։ 30 տարի ցավել, կխոսան, կմնա այդ ամեն ինչը թղթի վրա, ամեն ընտրություններին ես կհիշեմ, որ մեզի խոստումների ցանկով կգային թոմիկները, այս տարի կվերանա, այն տարի կվերանա, ուտպես եկանք հասանք այսօրվան։ Գյումրիի քաղաքային իշխանությունն էլ օրերս հայտարարեց անօթևանների խնդրի լուծման անհրաժեշտության մասին։ Հայտարարվեց նաև, որ Գյումրիում շատ կիսակառույցներ կան, որոնք կարելի է ավարտին հասցնել եւ անօթևաններին բնակարանով ապահովել։ Ցանկ են կազմել եւ ուղարկել են կառավարություն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։